3 տարվա ընթացքում հավաքագրվել են արտաքին հետախուզական ծառայությանը վերաբերող հարցերը, որոնք իրավական պետության մեջ ենթակա են կարգավորման օրենքի մակարդակով։ Ազգային ժողովում ներկայացնելով արտաքին հետախուզական գործունեության եւ արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, ասաց ծառայության պետ Քրիստինե Գրիգորյանը։ Նրա խոսքով նախագծի նպատակն է օրենքով հստակ կարգավորել ծառայությունում ծառայողին բարձր, հավասար կամ ցածր պաշտոնի փոխադրելու կամ նշանակելու հարաբերությունները։ Բացառել օրենքի տարբեր հոդվածների միջև առկա տարընկալումը։ Հաջորդ փոփոխությունը վերաբերում է ծառայողների կողմից զենքի եւ հատուկ միջոցների կրման կարգի համար իրավական հիմքերից նախատեսելուն։ Խնդրում եմ ուշադրություն դարձնենք, որ այս պահի դրությամբ գործող օրենքով ծառայողները իրավունք ունեն կրել եւ պահել հաշվետվությունային զենք եւ հատուկ միջոցներ, այսինքն մեր առաջարկը վերաբերում է նրան, որպիսի օրենքով հստակ իրավական հիմք նախատեսվի ծառայության զենքերի եւ հատուկ միջոցների հաշվառման, հատկացման, կրման եւ պահպանման կարգի վերաբերյալ։ Այս ամենից բացի ծառայությունը նախատեսում է գաղտնալսման նոր համակարգներ դնել, որքանով է դա նպատակահարմար, հետաքրքրվեց ընդդիմադիր պատգամավորը։ Արդյոք նպատակահարմար չէր ուղղակի սահմանափակվել ներկայիս գործող գործիքակազմով այս կամ այն խնդրի լուծման համար ուղղակի ազգային անվտանգության ծառայության հիմա գործող գաղտնալսման համակարգի ծառայություններից օգտվել։ Կառավարության մոտեցումն է, որ ծառայությունը պիտի կարողանա ունենալ, ստեղծել պատասխանատվություն եւ ինքնուրույնություն, կապ չունի վստահության հետ եւ ինքնուրույն պատասխանատվություն կիրառելու շատ զգայուն ՕՀՄ-ն, որը որ մենք առաջարկում ենք նախատեսել ավելի եւ դա նախատեսելու է նաեւ ենթադրելու է նաեւ ավելի խիստ վերահսկողություն ծառայության մեջ եւ ծառայությունից դուրս խոսքը վերադասի վերահսկողության մասին է։ Այնուհետև ընդդիմադիր պատգամավորները լքեցին հանձնաժողովի նիստը, հայտարարելով, որ իրենք պետք է մասնակցեն դատական նիստի։ Մենք ըմբռնումով ենք մոտենում։ Ստեսում ձեզ։ Քննարկվեց նաև ծառայության աշխատակիցների վարձատրության հարցը։ Արտաքին հետախուզական ծառայության պետը կարճ ճեպազրույցում նաև անդրադարձավ ծառայության տարեվերջին հրապարակած զեկույցին, որտեղ նշված էր, որ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ձեռքբերված համաձայնության արդյունքներով 2026-ին ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական։ Հայտարարությունը այն ինչ որ արվել է հրապարակային տարեկան զեկույցում ուժի մեջ էր։ Հանձնաժողովը քննարկեց նաև ոստիկանության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։ Առաջարկվում է սահմանել, որ ոստիկանության ծառայողները կարող են բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով օգտվել մատչելի եւ արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիպոթեկային վարկավորման պետական նպատակային ծրագրերից։ Ոստիկանության ծառայողների կողմից այս նախագիծը շատ սպասված նախագիծ է։ Պետք է ջարդենք տարբեր շրջանակների կողմից ոստիկանության նկատմամբ սերմանվող անվստահությունը կամ վատ վերաբերմունքը քրեական ենթամշակութային ինչ-որ այս կամ այն ելևէջից ելնելու։ Ոստիկանները ծառայում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգությունը ապահովելու համար ու մենք շնորհակալ ենք նրանց։ Օրենքի նախագծերը արժանացան հանձնաժողովի դրական եզրակացությանը։ Մերի Խաչատրյան, լուրեր։